Բավականին մեծ կուտակումներ եւ անձնագրերն են բոլորի զարմացնում, որոնք բոլորը անխտիր հիմնական մասը։ Երևի մոտավորապես քվեարկողների 70%-ը անձնագրերը բոլորի նոր են։ Առաջի հայացքից եթե նայենք անգամ ոնց որ հենց այդտեղ առաջի անգամ բացվելու։ Ու sense որ նայում եմ ավելի մեծ հետաքրքրություն է երևի առաջացել ընտրությունների նկատմամբ, ավելի մեծ քանակությամբ կուտակումներ են առաջանում, բայց փառք տանք Աստծուն ամեն ինչը լավ ընթանա, խոսակցություններ չլինեն, բացարձակ մինչև այս պահը ամեն ինչը նորմալ, օրինական, օրենքի սահմաններով։ Ասա հետ թող կա այդ տղան։ Առավոտից նկատելի են մի քանի առանձնահատկություններ, օրինակ, որ Սամվել Ալեքսանյանի վստահված անձը ուղղորդում էր ընտրողներին, ժամը 8-ից սկսած մի խումբ ընտրողներ բերում էին, ակնհայտորեն երթուղայիններով կամ ավտոբուսներով բերված մարդիկ էին, որոնց մեջ կային ծերեր, որոնց մեջ կային մտավոր թույլ զարգացած տղամարդիկ տարիքով նորից եւ Սամվել Ալեքսանյանի վստահված անձը կանգնում էր այստեղ, ամեն դուրս եկողին sense թփթփացնում էր, ասում էր ապրես ու ուղարկում էր տեղամասից դուրս։ Դա տևեց ուղիղ մի ժամուկես, մոտավորապես 60 հոգի։ Այն դրոշմակնիկը, որ դրվում է անձնագրի մեջ, անձնագրերից մեկի մեջ այդ հանձնաժողովի այն անդամը, որը պիտի դնի կնիքը դրեց, երևի 15 անգամ, որովհետև դնում էր ու վայրկյանների ընթացքում անհետանում էր այդ կնիքը։ Մի 15 անգամ դրեց, 15 անգամ անհետացավ, հանձնաժողովի նախագահը զանգահարեց տեղամասային ընտրական հանձնաժողով, այնտեղից ասեցին կնիքը թանակը թափ տվեք, որովհետև կարող է նյութը ընկած է եւ այնտեղից թույլ չտվեցին, ոչ թե թույլ չտվեցին, այլ ասեցին արձանագրություն կազմելու անհրաժեշտություն չկա։